Կար Միացյալ Նահանգների հովանի, կար միջնորդություն, կար պայմանավորվածություն, հա։ Բայց երբ իրենք հասկանում են, որ հարց կարող են լուծել, իրենք այդ հարցը լուծելու են։ Հիմա Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ տարածաշրջանային հարցերում իրենց եւ ամերիկացիների շահերը նույնական են եւ իրենց մոտեցումները նույնական են։ Գոնե Թրամփի վարչակազմի հետ։ Սա ինչ է նշանակում, որ թուրքական շահը չի կարող դուրս մնալ այս ամենից։ Եվ եթե մենք կարծում ենք, որ Թուրքիան կարող է իր պրոքսիներով մտնել ու Սիրիայում, ոչ իր տարածքում, Սիրիայում բնակվող քրդերին տեղահանել այստեղից այնտեղ, ասել որ ես հարմար չեմ համարում, որ դուք այստեղ ապրեք, որ ես հարմար չեմ համարում, որ դուք իմ սահմանին ապրեք եւ ես ներխուժելու եմ 30 կիլոմետր խորությամբ Սիրիայի տարածք ու ապահովելու եմ իմ անվտանգությունը։ Ով է ասել, որ նույն բանը մեզ հետ չեն կարող անել։ Սա ամենևին չի նշանակում, որ վայ գլուխներս առնենք ու Հայաստանից փախնենք, ոչ, սա մի բան է նշանակում, կամ սա չի նշանակում, որ պետք է վերցնենք մեր ունեցածը, ասենք զենք, զրահ, եղան, մանգաղ, հա, ու հարձակվենք Թուրքիայի վրա, ոչ։ Պետք է մի բան հաշվի առնել իրողությունը, որ աշխարհը բական մեծ փոփոխությունների շրջան է ապրում եւ օրինակները բերեցի, որ Իրանում հիմա ընթանում են գործընթացներ, որ շատ արագ կարող են տարածաշրջանը փոխել, որ Միացյալ Նահանգները կամ ցանկացած պետություն, Ռուսաստան կլինի, Իրան կլինի, ով որ պետությունը ուզում եք վերցրեք, իրենց շահից ելնելով վերջին պահին կարող են կայացնել որոշումներ, ինչպես օրինակ Սիրիայի քրդերի մասով են կայացվել որոշումներ, եւ դու կարող ես ուղղակի մնալ ձեռնունայն եւ քեզ ստիպեն տեղահանվես այս կամ այնտեղից, անկախ ձեռք բերված պայմանավորվածություններից։